Պարոն Օհանյան, որպես Հայաստան խմբակցության ղեկավար, խնդրում եմ ասել, երբ է տեղի ունենալու խմբակցության նիստը, որտեղ քննարկվելու է Լևոն Քոչարյանի պահվածքը, մասնավորապես հայոյան քննչեցնելը ազգային ժողովի դահլիճում։ Սա առիթ է, որպեսզի ես պատասխանեմ, որ մեր խմբակցության նիստերը լինում են պլանային, հերթական եւ նաեւ իրադրության հետ կապված նաեւ արտահերթ նիստեր են տեղի ունենում, որտեղ որ մենք քննարկում ենք տարբեր հարցեր, հատկապես այսօրվա առօրյային, հատկապես անվտանգային եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր եւ մեր խմբակցության նիստում եւ ներսում տիրում է ներխմբակցային բազմակարծություն, ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի պահվածքին, կարծում եմ, որ դուք ինքներդ տեսնում եք, որ այսօրվա իրականության մեջ բավականին թիրախավորել են եւ աննպատակ եւ տարբեր առիթ չեն օգտագործում քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները, նաև անհարկի անունը նշելու, մեղադրելու Լևոն Քոչարյանին եւ Լևոն Քոչարյանի գործունեությունը նպատակաուղղված է մեր խնդիրներին։ Լևոն Քոչարյանը ելույթ ունեցավ հանգիստ, շատ սառնասրտորեն արտահայտեց իր տեսակետը եւ պատասխանեց այն անտեղի գործողություններին, որ վերջին շրջանում հրահրել էր ինքը անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասում էր, որ դուք բոլորդ պետք է գնաք ԱԱԾ-ի պատվալներ, համբալ անվանելով եւ ազգային ժողովի ղեկավարն էր մեր կին падգամավորին ասում, որ ձեզ դուրս կշպրտեմ, այսինքն խոսույթ, որ անթույլատրելի է զուտ նաև մարդկային հարաբերություններում եւ անթույլատրելի է նաև երկրի ղեկավարներին, իրենք անձնական օրինակով դա հրահրել են։ Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքը իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել եւ մենք այդ խնդրի շուրջը կարծում եմ, որ զրույցներ կունենանք եւ այն իրողությունը, որ այսօր տիրում է ազգային ժողովում, այն սադրանքները, որ իրենք իրականացնում են շատ դեպքում քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի է։ Այսքանը։ Ներողություն, այսինքն նիստ չի լինելու Լևոն Քոչարյանի պահվածքը քննարկելու եւ ինչ ոչ նաեւ մանդատը դնելու հարցը բարձրացնելու։ Այդպիսի հարց չի քննարկվել եւ չի էլ քննարկվել։ Արդյոք չեք լեգիտիմացնում այդպիսով հայոյան քննչեցնելը եւ քաղաքական պատասխանատվություն չկրելը։ Ես կարծում եմ, որ Լևոն Քոչարյանի գործողությունները թեկուզ նաև վրդովմունքից ելնելով եղել են համարժեք այն ամեն ինչին, ինչ հրահրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, մի քանի անդամներ ազգային ժողովում։